Ինչ սպասելիքներ ունեք հակակոռուպցիոն կոմիտեից ուժեղ Հայաստան ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի ձերբակալելու մասով։ 3 անչափահաս երեխաների մայր է, բարեգործության հոդվածի հակամարտի շրջանակներում եք փորձում նրան մեղադրանք առաջադրել։ Իմ կարծիքով Գոհարը պինդ աղջիկ է, այն այնքան մարտական լիցքավորված, շատ շուտով երևի կտեսնանք ազատված։ Բան չկա, ես չեմ կարծում, որ երկար կպահեն։ Դուք տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը տեսել եք, ասում էր, որտեղ է եղել պարոն Ամանեսյանը պատերազմի օրերին, որ ինքը ձեզ չի տեսել։ Լսել եք իր հայտարարությունը, որտեղ եք եղել, միգուցե բարձաբանեք։ Ճիշտ ասած լսել եմ, դե ժողովուրդն դրա պատասխանը տվել են, էլի։ Ես երբեք բունկեր չեմ մտած չկամ։ Իմը զինվորի կողքին է, առաջնագծում։ Եղել եք պատերազմի օրերին Իհարկե։ Ասում եք ուժեղ անվտանգություն, բայրակթարների դեմ ո՞նց եք պաշտպանվելու, Նիկոլը խաղաղություն է բերում։ Դուք տեսել եք բայրակթարը ընդամենը ռուս-ուկրաինական պատերազմում բայրակտարի անունը տևեց մի շաբաթ։ Նրանից հետո այդ անունը չկա։ Այդ ձևով պայքարելու ենք։ Բայրակտարը իրանից ոչինչ չի ներկայացնում, եթե մենք գնում ենք արձիական սպառազինություն, մենք այդ ճանապարհով ենք գնալու։ 44 օրյա պատերազմի մեղավորնով է։ Դուք փորձել եք ձեզ համար հասնել։ Գլխավոր մեղավոր։ Ես շատ լավ հասկանում եմ, հիմա դրա ժամանակը չի կգա ժամանակը կասենք ով է մեղավորը։